Ողջունում եմ բոլորիդ, ես Տելա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը, քիչ առաջ փորձեցի ուղիղ եթերով խոսել վերնագրում գրված թեմաների մասին եւ ինձ զանգ եկավ, ընդհատվեց, հետեւաբար փորձեմ այդ միտքը ինչ որ խոսել եմ առաջ հակիրճ համապարփակ խոսել եւ շարունակել։ Կխոսեմ հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների մասին եւ Ինչպես բոլորս գիտենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանից դուրս, արդեն 30 եւ ավել տարիներ Հայաստանի Հանրապետությունում գործում են հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ոչ ֆորմալ խմբեր, որոնք իրականացնում են տարբեր ծրագրեր համայնքային զարգացման, կանանց ռեսուրսների բարելավման, բացահայտման, ֆերմերային խմբերի եւ այլն։ Քանի որ ես 20 եւ ավել տարի արդեն ապրում եմ կանաչ արահետ հասարակական ընտանիքում, այդ ընտանիքի անդամ եմ, մայրս հիմնադիրն է, հետեւաբար մի փոքր ավելի եմ գլուխ հանում ֆորմատից եւ ունեմ թե հասարակական կազմակերպության մեջ դաստիարակված անձի մտածելակերպ, թե ունեմ փորձ եւ պատկերացում ինչ են անում այդ կառույցները։ Նշեմ, որ այս պահի դրությամբ, որպեսզի պատկերացնեք ինչի մասին եմ խոսելու, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա գրանցված մոտ 4260 հասարակական կազմակերպություն եւ կա գրանցված 952 հիմնադրամ։ Հիմնադրամներ են ՔՈԱՖ հիմնադրամ է, Ավրորան, Հայաստան համահայկականը եւ դուք բոլորդ էլ ձեր էջերում հանդիպում եք տարբեր հիմնադրամների գործունեության։ Իրականում սա բավականին աշխարհով մեկ տարածված աջակցության տեսակ է եւ դա աջակցություն է պետությանը, այն չի ունենում, եթե կոնկրետ ուղղվածությունը ՀԿ-ի քաղաքական չի, կան նաև քաղաքական ուղղվածություն ունեցող, չի ունենում քաղաքական հայացք եւ նպատակն է ի աջակցություն պետության, ի զարգացում երկրի իրականացնել ծրագրեր։ Քանի որ փորձ եմ ունեցել այս 20 տարիների ընթացքում եւ համագործակցության եւ իհարկե կանաչ արահետի շրջանակում տարբեր գործընկեր կազմակերպությունների հետ շփումների, դրա համար ես միշտ էլ ուրախ եմ եղել ամեն մի նմանատիպ կազմակերպության գործունեության։ Մինչ անդրադառնալը իմ բուն թեմային, պարզապես ուզում եմ ասեմ, որ նման դոնոր կազմակերպությունները դրանք աջակցություն են հատկապես հեռավոր գյուղերին եւ քանի որ իմ ոլորտը գյուղական զբոսաշրջությունն է, գյուղական զբոսաշրջության զարգացումն է, հետեւաբար ես էլ իմ աշխարհի միջից եմ տեսնում երկրի զարգացումը եւ ես ասում եմ, որ գյուղական զբոսաշրջության զարգացման միջոցով երկիրը կհզորանա, կկայանա եւ դա իրականում վատ չի, եթե ամեն մարդ իր ոլորտը այդպես սիրի եւ իր ոլորտով տեսնի երկրի զարգացումը, մենք ոչ հեռու ապագայում կունենանք կայացած, ապահով, երջանիկ, հարուստ, գունավոր դարպասներով հայ գյուղ, ինչպիսին որ ես իմ երազանքներում պատկերացնում եմ, ինչպիսին որ ես ունեմ իմ մտքում այդ նկարված աշխարհը, որի մեջ ես ապրում եմ եւ ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ իր աշխարհը տեսնում է բարի, դրական, արևոտ, լուսավոր եւ սիրում է կյանքը։ Ես վերջերս հեշթեգ է գրում անընդհատ եղեք երջանիկ ամեն օր եւ բացատրում էի, որ երջանկությունը ոչ թե շատ կամ քիչ փող ունենալու մեջ է, այլ կյանքը կարևորելու, գնահատելու եւ մանրուքները կտոր հավաքելու խճանկարի նման եւ ամեն օրվա վերջում երջանիկ պատկեր նկարի տեսքով մտքում ստանալու։ Եթե դուք գոհ եք օրվա վերջում ձեր ստացած նկարից, ուրեմն այդ օրը նույնպես եղել եք երջանիկ։ Սա ուղղակի միջանկյալ։ Անդրադառնալով հիմնադրամին, ես ուզում եմ ինչու որոշեցի այս ուղիղ եթերը անեմ եւ ինչու է սա ինձ համար վատը, անթույլատրելի այսպիսի թեմաները, որովհետեւ ես չեմ ուզում տեսնեմ մեր ժողովրդի, ես իմ մասին եմ խոսելու, ոչ թե ասելու եմ նրանք, ինչ որ մեկը, այլ մենք, որովհետեւ դա մենք բոլորս ենք։ Չեմ ուզում տեսնեմ մեր բացասական կողմերը, որովհետեւ
Ես որքանով որ ունեմ տեղեկություն, որքանով որ կարդացել եմ մեր ողջ պատմությունը դպրոցական մեր անցած ծրագրերից, մենք անընդհատ ունենք ողջ Հայաստանի, վերք Հայաստանի, անընդհատ սուկ եւ տպավորություն է, որ նախորդ պատմիչը ժառանգում է հաջորդ պատմիչին այդ աղետը, որպեսզի հատորներով մեր կյանքը այսպես շարունակվի գնալ եւ մենք կարծում ենք, որ մեզ չի կարելի լինել երջանիկ, ապրել ապահով երկրում, ունենալ պետություն եւ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղասույթը այստեղ գալիս է արդեն մտնում անձնական տիրույթ, ազգի անձնական եւ ստացվում է մենք պարզապես կապրենք 10 տարի, 50 տարի, թե 100 տարի, այդքանով սկսվում եւ սահմանափակվում է մեր կյանքը։ Կար ժամանակ, որ ես մինչեւ վերջերս քանի որ շատ ես ռոմանտիկ եմ եւ ամեն ինչ տեսնում եմ գունավոր, արևոտ եւ ընդհանրապես ոչ մի մարդու մեջ բացասական ոչինչ չեմ տեսնում, չկա մի մարդում հետ ես չեմ շփվում կամ խռով եմ կամ նեղացած եմ, հետեւաբար դու դիմացինին տեսնում ես այն պատկերով, ինչպիսին դու կաս, ինչպիսին քո ներսն է։ Նույնը մեկնաբանում եմ գրառումների մասին, որ մեր գրառումը մեր հոգու հայելին է։ Առհասարակ, եթե մտնում ենք մարդու էջ եւ թերթենք մեկ ամսվա կտրվածքով, մենք կարող ենք նրա հոգեվիճակը այդ մեկ ամսվա կտրվածքում պատկերացնել, նրա ապրումները, նրա հույզերը, նրա այդ ամբողջ էմոցիաները տեսնել նրա էջի մեջ։ Հենց այդ Facebook-ը այդպես էլ կոչվում է, չէ՞, մեր դիմագիրքն է այս տարբերակում։ Այնպես որ յուրաքանչյուր մարդ, ինչ կապ չունի քաղաքական ինչ հայացք ունի մարդը, կրոնական ինչ հայացք ունի մարդը, առհասարակ ինչ ազգություն ունի մարդը, եւ եթե մենք լինելով 3 միլիոն հայ, գիտեք ինչ եմ վերլուծել, ուզում եմ դրական բաներ գտնեմ, որ չնայած վերնագրում տենց սիրուն բառեր չգրեցի, բայց Հայաստանը ունի 750,000 ընտանիք եւ մեր բոլոր ընտանիքները պետք է լինեն երջանիկ, ինքնաբավ, կայացած, իսկ դրա հիմքում ընկած է կրթությունը։ Շատ կարճ անդրադարձ եմ անելու իմ Քայլե հիմնադրամի հետ կապված վերջին օրերի բնականաբար քաղաքական հարձակումներին եւ ես հնարավորինս ինձ զերծ եմ պահել որևէ տեսակի քաղաքական գրառում անելուց, որովհետև մեր հիմնադրամում ընդհանրապես ապաքաղաքական մթնոլորտ է եւ այն գործունեությունը, ինչը որ ծավալում է Տիկին Աննա Հակոբյանը այս 5 տարիների ընթացքում եւ այդքան շատ չէր լուսաբանվում, այդքան շատ չէին խոսում եւ միգուցե դա սխալ էր, որ չէր լուսաբանվում կամ մեր համար միգուցե խորթ է, որ երկրի առաջին տիկինը վարչապետի տիկինը կարող է ուղակի աշխատել, կարող է գնալ աշխատանքի, կարող է սովորական մահկանացու լինել, ունենալ հույզեր, որովհետև մենք սովորենք, որ նրանք պիտի լինեն աստվածներ եւ նրանց մասին պետք է պարզապես հերվից լսենք լեգենդներ եւ այդ լեգենդներն էլ ենք մենք հորինում, բայց այս տարբերակում ինչը ես ընթերցում եմ, ինչու եմ ես ինձ թույլ տալիս խոսել, որովհետև ես խոսում եմ ներսից, ասում եմ միայն ու միայն իմ սուբյեկտիվ կարծիքը եւ ուզում եմ որպես ինֆորմացիա, եթե տարածվում է վատ, սխալ, ոչ ճիշտ, ինչպես նշվում է պիղծ լուրեր տարածվում են, ապա եկեք սովորենք հակադարձել եւ ասել նաեւ դրա հակառակը։ Մեր հիմնադրամը ապաքաղաքական է, երբևէ այս տարիների ընթացքում, բոլորդ գիտեք ես ինչքան եմ սիրում Տիկին Աննային եւ ոչ որպես անձ, ես նրան ճանաչելով սիրում եմ որպես գաղափարակիր, գաղափարակից, այնքան հայրենասիրություն, որքան որ կա նրա մեջ ու ոչ կենացային ու ոչ պաթոսով, այլ գործով, դա ցույց կտա ժամանակը եւ բոլորդ հատ-հատ կտեսնեք, բայց վստահ եմ յուրաքանչյուր մարդ, ով առնչություն է ունեցել թեկուզ ծրագրերի շրջանակում կամ ծրագրից դուրս նրա հետ շփվելու, կարող եք փաստել, որ նա երբևէ քաղաքականության մասին չի խոսում, քաղաքական թեմաներ չի քննարկում եւ այսքան ժամանակ մենք չենք ունեցել զրույց քաղաքականության մասին։ Հետևաբար հիմնադրամում լինելով ինձ համար
լավագույն հիմնադրամը հանրապետության այս ժամանակաշրջանի, կբացատրեմ ինչու, երբևէ, գիտեք, կարելի է խոսել փաստերով, կարելի է խոսել գեղեցիկ, ոչ այն վատ ու լկտի խոսույթով, որը մեզ թույլ են տալիս, իրենց թույլ են տալիս թե անհատները, թե բլոգերները, թե լրատվական դաշտի մասին չեմ էլ ուզում խոսեմ, որ մենք բացարձակ չունենք լրատվական էթիկա եւ դա նույնպես կրթության պակաս է, բայց մարդիկ, ովքեր ունեցել են առնչություն գոնե մեկ անգամ եղել են կրթվել են նորաձև է բանախոսությունների շրջանակում, կարող են փաստել, չէ, ինչ են տեսել, կարող են, չէ, մեկտող գրել եւ կարող են պարզապես մեր հիմնադրամի աշխատակիցների թիմի հետ զրույց ունենալով ցանկացածի այնքան փոքր է մեր երկիրը, վստահ եմ, մի քիչ պտտվում ես մեկը մեկի հարևանուհին է, բարեկամուհին է, դասընկերուհին է, մորքուրի, հորքուրի տղան է, աղջիկն է եւ այլն։ Եվ ամենահրաշալի թիմն ունի Իմ քայլը հիմնադրամը, որը չունի շաբաթ կիրակի եւ աշխատում են 24 ժամյա ռեժիմով, հասանելի են միշտ եւ այն ծրագրերը, որոնք իրականացրել է հիմնադրամը, պարզապես նույնպես գիտելիքի պակաս է, չեմ ուզում ասեմ տգիտություն բառը, որ մենք գոնե չենք մտնում տվյալ կառույցի էջ, ուսումնասիրենք ինչ է արել, հետո նոր թույլ տանք մեզ, որովհետև մեզ իրականում այդ ինֆորմացիան պետք էլ չի, բայց ուզում եմ ասեմ, որ հիմնադրամում կոնկրետ ցանկացած հիմնադրամ ունի եւ ռազմավարություն եւ կանոնադրություն, ըստ որի շարժվում է։ Եվ մենք այս վերջին հատկապես 2-3 տարիների ընթացքում, ինչքանով որ ես ինֆորմացված եմ, այդ հատվածի մասին եմ ուզում խոսել։ Հարյուրավոր արցախցի ընտանիքների, հարյուրավոր զին հաշմանդամների ընտանիքների, հարյուրավոր, հազարավոր սոցիալապես անապահով, բայց կրթվել ցանկացող եւ կենսակերպը լավացնող ընտանիքների, հերոսածին ընտանիքների տրամադրել են դրամաշնոր, որը որ ծառայել է ի նպաստ, այսինքն եղել է հիմնադրամը այնքան հետևողական եւ ամեն մի համակարգող իր ծրագրի հետևից գնում է այնպես, ձեռքը բռնած, ինչպես երեխայի ծնունդից, մինչեւ քայլում է, բաց ենք թողնում։ Ներողություն։ Եվ թող որևէ մեկը մասնակիցներից, շահառուներից, դրամաշնորները շահածներից ասեն, որ իրենց հետ երբևէ ոչ թե Տիկին Աննա Հակոբյանը, այլ առհասարակ աշխատանքային թիմից որևէ մեկը հիմնադրամի, ինչ որ մեկի հետ խոսել է քաղաքականությունից։ Եկեք սովորենք խոսել փաստերով։ Եվ ես կարճ անդրադարձ կանեմ այն ծրագրին, որը որ ես եմ համակարգում, գյուղական զբոսաշրջություն, գաստրոբակ, ընտրվել է Թալին համայնքը, Թալին համայնքի 3 գյուղեր, Ոսկեթաս, Գառնահովիտ եւ Դաշտատեմ 3 գյուղերից մասնակցել են 43 հոգի դասընթացներին եւ ընդհանուր ծրագրին, հաջորդ փուլը արդեն կլինի 3 գաստրոբակերի կառուցումը, բայց ասածս ոչ թե ծրագրի ներկայացումն է, որովհետև ովքեր հետաքրքրված են կարող են տեսնել, հետևել եւ ես նաեւ ուզում եմ այստեղ ձեզնից խնդրել, որպեսզի դուք ավելի տեղեկացված լինելու եւ մասնակիցը դառնալու մեր բոլոր նախաձեռնություններին, արշավներին, ծրագրերին, պարզապես Facebook-ով փնտրեք Իմ քայլը հիմնադրամ, հավանեք էջը, սկսեք հետևել եւ դուք կսկսեք փոխվել պարզապես լսելով, պարզապես հետևելով եւ միգուցե նաեւ մեր շահառուն դառնալով։ Եվ 43 շահառուների հետ ունեցել ենք երամսյա դասընթաց, գյուղական զբոսաշրջություն, գաստրոբակ եւ այլ թեմաներով, վայրի հավաք, բնապահպանություն, բարձրարժեք մշակաբույսերի մշակություն եւ քանի որ դա իմ ծրագիրն է, դասընթացները վարել եմ ես եւ տարբեր մենթորներ, բայց ասածս հետեւյալն է. Մարդիկ, ովքեր անում են լրագրողական հետազոտություններ, որոնք անպագորգոր հայտարարություններ են անում, որոնք հորինում են, գնացեք մտեք այս 3 գյուղերը, ես խոսում եմ փաստերով, դուք էլ խոսեք փաստերով։ Այդ 43 մասնակիցներից առանձին հարցում արեք եւ հարցրեք, արդյոք եղել է 3 ամսվա ընթացքում
գեթ 3 րոպեանոց քաղաքականությանը վերաբերող խոսակցություն։ Չի եղել, որովհետև դա ինձ չվերաբերող թեմա է եւ իմ ոլորտը եւ իմ հանձնարարությունը գյուղական զբոսաշրջության դասընթացը հավուր պատշաճին անցկացնելն է։ Սա հակիրճ ուղակի պատկերացում կազմելու համար եւ խնդրանքս հետեւյալն է. մարդիկ, ովքեր որ իմ ուղիղ եթերը հիմա կնայեն, բնականաբար նրանք նաեւ նայում են այդ վատ ու բացասական լուրերը։ Եվ ուզում եմ հասկանամ ինչով է պայմանավորված։ Միգուցե ես ուզում եմ ընկալեմ, սովորեմ եւ նաեւ ձեզնից խորհուրդ եմ հարցնում։ Ինչով է պայմանավորված, երբ որ լինում է վատ, բացասական, հայհոյա խառը, ուղիղ եթեր, գրառում, հոլովակ, մենք բոլորս նայում ենք։ Ճիշտ է, խոսակցական ինչ-որ միջավայրում զրուցելու ժամանակ մենք ասում ենք, վաղայ, մենք դրան չենք սիրում, տեսել եք ոնց է խոսում։ Բայց տեսել ենք, չէ, նշանակում է լսել ենք, չէ, այդ 100,000 դիտումը օդից չի ընկել, չէ, եւ դա նայողները մենք ենք, չէ։ Հետևաբար, որտեղ է վրիպակը, որտեղ ենք վրիպել, որտեղ է սխալը եւ որտեղից պետք է սկսենք ինքներս մեզ ուղղել։ Եվ հաջորդը, որ ուզում եմ էլի հասկանամ, երևի ավելի շատ այս ուղիղ եթերը իմ ընկալումից դուրս հարցերի պատասխանները գտնելն է ձեր աջակցությամբ։ Ինչպես է ստացվում, որ մենք օգտվելով, լինելով շահառու, ծրագրի, լինելով շահառու 15,000-ից ավել հենց կրթվելը նորաձևե շարժման շրջանակի մասնակից, ովքեր եկել, լսել են շարժումը, լսել են բանախոսությունը, եւ ես բացում եմ տիկնոջ երեկվա տեղադրած հայտարարությունը իր էջով եւ լայքով եւ ընկերներով։ Եվ ինչքան ասեմ, 1000 էլ չկար իմ նայելը, երկու էջը իրար հետ, 1000 հավանում չկար եւ շատ քիչ մեկնաբանություններ։ Դա նշանակում է մենք նայում ենք, կարդում ենք, անցնում ենք առաջ, հա դե կարդացինք, ինֆորմացվեցինք, գնացինք, բայց մենք եղել ենք, չէ, այնտեղ, կարող ենք, չէ, գոնե փաստել, ինչ է տեղի ունենում, ինչ ենք լսել, ինչ ենք սովորել։ Ինչու եմ կարևորում եւ ասում, որ լավագույն հիմնադրամն է ինձ համար մեր օրերում, որովհետեւ Իմ քայլը հիմնադրամը առանց դասընթացների որևէ մեկին դրամական աջակցություն չի տրամադրում, որևէ մեկին, որևէ մի մասնակցի եւ այդ մասնակիցների ցանկը, համայնքները, գյուղերը, այդ բոլորը հիմնադրամի կայքում տեղադրվում են, որևէ մի մասնակցի դրամական աջակցություն տրամադրելիս չեն հարցնում, հարգելի Պողոս, իսկ ինչ քաղաքական հայացք ունեք դուք, իսկ ինչ կրոնի եք հարում դուք, ընդհանրապես անձնական որևէ հարց ու պատասխան չի լինում եւ այդ մարդիկ նույնպես ընթերցում են այս գրառումները եւ ինձ համար սա նույնպես իրականում ես ինքս երբևէ որևէ բացասական գրառման չեմ արձագանքում եւ ունեմ իմ կարգախոսը լռություն, համբերություն ժամանակ, որովհետեւ ամեն ինչ ժամանակը իր տեղն է դնում եւ բազմիցս եմ դրանում համոզվել եւ սովորել եմ այս տարիների ընթացքում քայլել կրակների վրայով, մեխերի վրայով, ապակիների վրայով եւ ողջ մնալ եւ կոփվել եւ դառնալ էլ ավելի լավը ու չչարանալ, այլ ամեն ինչին վերաբերել որպես դաս եւ ամեն առավոտ շնորհակալություն հայտնելով Աստծուն, ասել երեքն արդեն անցյալ է։ Մենք ապրում ենք իրականում մեր արկա 5 րոպեները, որովհետեւ 5 րոպե առաջն անցյալ է, 5 րոպե հետո ապագա։ Եվ ինչպես մենք ապրում ենք մեր ներկա 5 րոպեն, այդպիսին է դառնում 5 րոպե հետո մեր անցյալ, իսկ մենք չգիտենք մենք այդ 5 րոպե հետոն ունենալու ենք, թե ոչ։ Քանի որ ես սիրում եմ ձեզ հետ կիսվել եւ ինչպես միշտ ասում եմ, ես գաղտնիքներ չունեմ, առանձին թեմաներ չունեմ, ես ընկերուհիներ չունեմ, որոնց հետ կարամ քննարկեմ ինչ-որ նեղ անձնական հարցեր, իսկ եթե ինչ-որ մի բանի մասին ինչ-որ մեկի հետ խոսում եմ նաեւ հանրային եւ կրթվելը նորաձևե շարժմանը չեմ անդրադառնում, որովհետեւ ինձ համար դրա ժամանակը խոսելու դեռ չի եկել, ես պատրաստվում եմ եւ խոսելու եմ ավելի ուշ, ավելի մանրամասն եւ այո, ես հավատում եմ, որ մի օր կրթվելը նորաձևե շարժումը դառնալու է կենսակերպ, այսինքն մենք ասելու ենք կրթվելը կենսակերպ է, կրթվելը ապրելակերպ է, կրթվելը
անհրաժեշտություն է, կրթվելը թթվածին է եւ դա դառնալու է առօրյա եւ ոչ քննարկման թեմա, բայց քանի դեռ կրթվելը նորաձև է, մենք պետք է փորձենք այս լուսավորության ու խավարի պատերազմում ամեն մեկս մեր լուման ներդնելով, իսկ դա ինչ է նշանակում, մեր անձի վրա աշխատենք, պետք չի ուրիշներին խորհուրդ տանք, որովհետև ես լինելով կրողը շարժման եւ 19 հանդիպում համակարգելով եւ տեսնելով սովորել եմ, այնքան եմ սովորել, ինչքան որ իմ կյանքի նախորդ 43 տարիներում չեմ սովորել, այդքան բան, ինչքան այդ 2 տարիներով կյանքի մասին, կյանքի փիլիսոփայության մասին, պետության մասին, ոչ թե երկրի եւ պատասխանատվության մասին եւ գործով հայրենիքը սիրելու մասին ու բոլորից եմ սովորել, բոլոր մասնակիցներից, որովհետև բոլորին լսել եմ եւ հիշում եմ ամեն մի հանդիպումից ինչ եմ վերցրել եւ օգտագործում եմ արդեն իմ առօրյայում, իմ խոսույթում, իմ դասընթացների ժամանակ եւ փորձում եմ ամփոփել, որպեսզի շատ երկար չխոսել, բայց խնդրանքս հետևյալն է, որ ամեն մեկս մեզ համարենք պատասխանատու երկրի կայացման հարցում, աշխատելով ինքներս մեր վրա, մեր ոլորտը կայացնելու, հզորացնելու եւ ոլորտում ամենալավը լինելու վրա։ Էլի իմ օրինակով պիտի ասեմ, ես ոսկե միջին չունեմ։ Ես սիրում եմ ստանալ կամ լավագույն արդյունք, կամ չեմ մտնում մի խաղի մեջ, ճակերտներում խաղը դա կլինի աշխատանք, ծրագիր, նախաձեռնություն, որտեղ կարծում եմ, որ իմ գիտելիքները չեն հերիքի կամ ճանապարհին ես շարունակական չեմ կրթվի տվյալ նախաձեռնությունում հաղթանակ գրանցելու համար։ Ուզում եմ խոսեմ այս բացասական գրառումների մասին, բայց պտտվում է, որովհետև չեմ կարողանում միտքս ձևակերպեմ եւ կարծում եմ, որ հունիսի 7-ից հետո կյանք կա, հունիսի 7-ից հետո կյանքը շարունակվելու է եւ միգուցե այդ ժամանակ մենք նորից իմի բերենք մեր կյանքը, մեր ծրագրերը, ինչպես ես եմ ասում, թուղթ ու գրիչը վերցնենք, պլանավորենք, մեր երազանքները դարձնենք նպատակ եւ իրագործենք, որովհետեւ անհնարին ոչինչ չկա եւ ամեն ինչի բանալին կրթությունն է եւ պետք չի ասել, որ փող չկա ու փող չկա արտահայտության հետևում թաքնվելով չիրականացնել մեր ծրագրերը, այսինքն կոծկելով ֆինանսով, որովհետև եթե ունեք լավ գաղափար, այն ձախողվելու ոչ մի հնարավորություն չունի։ Գրեթե ամեն ինչի մասին հիմա խոսեցի, ինչի մասին, որ ուզում էի եւ եւս մեկ անգամ ուզում եմ պարզապես ասել, որ այն լուրերը, որոնք պտտվում են հիմնադրամի եւ տիկնոջ անձի շուրջ, չնայած որ այսպես եմ ասում, բայց ես վստահ եմ, որ ձեզնից ոչ ոք այդ կեղծ լուրերին չի հավատում, բայց եկեք սովորենք նաեւ հակադարձել եւ ինչպես տիկին Աննան սովորեցրել է, ինչպես շարժման ընթացքում ես սովորել եմ, եկեք մեր էջը, ամեն մեկս մեր, ուրիշինը չէ, որովհետև եթե մենք գրառում ենք անունվատ հակառակ կողմին, որը որ մեզ հակառակ է եւ կարծում ենք, որ դա նորմալ է, բայց նրանից չենք ուզում կարդալ, դա այդպես չի։ Եկեք ամեն մեկս մեր էջը լցնենք մեր ոլորտի դրական լուրերով, օրինակ իմ մոտ իմ այդ news feed-ը բերում է այդ ամենօրյա ինֆորմացիոն տողերը, որ գալիս են, դա գյուղական զբոսաշրջություն է, արևած աղիքներ են, հիմա ավելի շատ չինական փիլիսոփայություն եմ ուսումնասիրում, այդ տիպի ինֆորմացիաներ է բերում, հոգեբանություն է բերում, ինչով ես հետաքրքրված եմ եւ ուզում եմ ասեմ, միգուցե ոմանց համար դա տարօրինակ թվա, բայց ես
Այս ողջ ընթացքում, որ ընթանում է քարոզարշավը, բոլորը իմ ընտրությանը ծանոթ եք, գիտեք, եւ ես իմ ընտրությունը կատարել եմ 18 թվականին, փառք Աստծուն ունեցել եմ այդ հնարավորությունը ընտրություն կատարելու, բայց երբևէ քաղաքական թեմայով որևէ մեկի հետ չեմ խոսել քաղաքական հայացք, չեմ պարտադրել ինքս էլ քաղաքականությունից գլուխ չեմ հանում, ընդհանրապես չեմ նայել քարոզարշավի ընթացքը, որովհետեւ ժամանակ չեմ ունեցել եւ անգամ տանը մենք չենք քննարկում իմ երեխաների հետ, ամուսնուս կամ սկեսուրիս, ով ում է ընտրելու, որովհետև դա յուրաքանչյուրիս անձնական իրավունքն ու որոշումն է եւ դարձնել քաղաքականությունը իրար ծվարելու բզկտելու թեմա, կարծում եմ նորմալ չի ու մենք լինելով ընդամենը 3 միլիոն հայ, տեսեք դրսի հայերի համար ուզում եմ չխոսեմ, բայց ուզում եմ խոսեմ, իրենք առհասարակ եթե ձայնս կորավ, արձագանքեք էլ չխոսեմ, եթե չկորավ միտքս ավարտեմ։ Մենք լինելով Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն հայ, դիմադիր կապ չունի։ Մենք իրավունք ունենք որոշելու մեր երկրի ճակատագիրը, բայց երբ որ նայում ենք արձագանքները դրսից պետականությունը կամ պետությունը կորցնելու մասին, ինձ համար ընդունելի չի։ Ես խնդրանքս հետևյալն է, ոչ թե քննադատել, մեր հարազատներ, բարեկամներ, վերադարձեք երկիր, վերադարձեք ձեր տները, բացեք ձեր ժանգոտ կողպեքները, շենացրեք ձեր հայրական տունը եւ այդ ժամ այստեղից կխոսեք իրավունքից կամ երկիրը պետականությունը կորցնելուց կամ չկորցնելուց։ Լավ, չեմ ուզում քաղաքական նոտայով ավարտեմ եւ ուզում եմ ասեմ, որ մենք բաց ենք եւ քանի որ արդեն 2 օր է մնում ընտրություններին, ընտրությունները կավարտվի, կրթվել է նորաձև է շարժումը, ես չգիտեմ իմ ձայնը լսվում է թե չէ, բայց լավ շարունակեմ ամփոփեմ։ Շարունակում է բանախոսությունների շարքը ու մեր բանախոսությունները եւ բանախոսները մեկը մեկից յուրահատուկ, մեկը մեկից կայացած տարբեր ոլորտներ ներկայացնող եւ եթե դուք հետևում եք, եթե դուք ցանկանում եք կրթվել եւ ձեր ոլորտի համար, դասընթացները լինում են վճարովի, բավականին թանկարժեք, եթե դուք լավ մասնագետի դասընթաց եք ուզում անցնեք, եւ այսօր հիմնադրամը անվճար այդ հնարավորությունը տալիս է դասընթացների կրթվելու, հետեւաբար ամսի 7-ից հետո, երբ որ արդեն այս եռը կանցնի, բոլորիդ սիրով սպասում ենք, էլի եմ նշում անկախ քաղաքական հայացքից, որովհետև հիմնադրամի գործունեությունը ապա քաղաքական է, անձամբ ինքս ձեզ կդիմավորեմ, կծանոթացնեմ տարբեր մարդկանց հետ եւ իրականում բոլոր ոլորտներում ամենակարևորը լավ կապերն են եւ այդ networking ասածը, որը ես կարևորում եմ շատ եւ կծանոթանաք նոր մարդկանց հետ, նոր շփումներ, նոր ոլորտներ կճանաչեք ու մասնակցեք մեր բանախոսություններին, ճանաչեք հիմնադրամի գործունեությունը ներսից, դարձեք մեր մեծ ընտանիքի անդամը, դարձեք գաղափարի կրթվելու գաղափարի կրողը եւ եկեք միասին հենց շղթա կազմելով, մենք կրթաշղթա ենք ասում, այդ շղթայի թիվը թող հասնի 10 միլիոնի եւ մենք ունենանք օրերից մի օր լուսավորության դարաշրջան, որը կժառանգենք արդեն մեր գալիք սերնդին եւ ոչ թե օրինակ մենք ժառանգություն ենք ստացել, որովհետեւ մեզ ասել են մենք ժառանգելու ենք ապահով երկիր եւ դա մնացել է ապագային կամ կառուցելու ենք հզոր երկիր։ Ես ուզում եմ մենք ասենք կառուցում ենք։ Եվ այդ հզոր երկիր կառուցելը շատ մեծ բան չի։ Դա մեր սեփական ընտանիքը կառուցելն է, սեփական ընտանիքում երջանիկ լինելն է եւ հենց կրթվելն է, ինչպես ունենալ երջանիկ ընտանիք, դա նույնպես
պահանջում է կրթություն եւ ես չեմ խոսում ուրիշի մասին, ես միշտ խոսում եմ իմ օրինակով, իմ անձով, որովհետեւ իմ ընտանիքում, իմ երեխաների հետ հարաբերությունների մեջ, իմ սկեսուրի, իմ ամուսնու, իմ ծնողների, եղբոր եւ այլն, ես այդ ամբողջը սովորում եմ։ Ես կարդում եմ ինչն է կարելի, ինչը չի կարելի, ինչպես խոսել, ինչպես հարաբերվել եւ ինչպիսին կա մեր ընտանիքը, այդպիսին էլ մենք պատկերացնում ենք մեր պետությունը։ Ինչպիսին մեր խոսույթն է մեր ընտանիքում, այդպիսին էլ մեր պատկերացումն է մեր պետության մասին։ Խնդրում եմ պարզապես երկրին ու պետությանը օգնելու համար օգնեք ինքներդ ձեզ, յուրաքանչյուրս եւ ամեն մեկս դառնալով կայացած, գեղեցիկ, երջանիկ, ինքնաբավ, գումար վաստակող, աշխատող ընտանիք, այդպես կարողանալու ենք հզորացնել պետությունը։ Ես այսքանով սահմանափակեմ իմ ուղիղ եթերը, եթե ինչ-որ բան այն չասեցի, սխալ ասեցի, եթե ինչ-որ մեկին իմ ասածով նեղացրի, ներողություն եմ խնդրում, բայց փորձեցի հնարավորինս մեղմ անդրադառնալ, որովհետև ուզում եմ մենք բոյկոտենք ոչ թե կրթվելը, այլ բոյկոտենք կեղծիքը, բոյկոտենք խավարը եւ քայլ անենք ամեն մեկս դեպի ազնվություն եւ դառնանք էլ ավելի լավը, քան երեք էինք։ Շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ուղիղ եթերներին, ասում եմ ձեզ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։